Երբ 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զինվորները մտան Մարզիլի գյուղ, նրանք գտան մի բան, որը չպետք է գտնեին երբևէ։ Մոնթե Մելքոնյանի դիակի գրպաններում չկար ոչինչ։ Ոչ դրամապանակ, ոչ փող, ոչ անձնական իրեր։ Միայն մի հին լուսանկար, ծալված 4 անգամ, եւ մի թղթի կտոր, հայերեն գրված անհասկանալի նշումներով։ Բայց ամենից տարօրինակը այն էր, որ նրա համազգեստը, այդ հայտնի ռազմական ձևազգեստը, որը երևում էր բոլոր լուսանկարներում, կարված էր ձեռքով, կարգտված էր տասնյակ տեղերում եւ կրում էր այնպիսի մաշվածության հետքեր, որ դժվար էր հավատալ, թե սա լեգենդար հրամանատարի հագուստն է։ Ինչու մարդը, որը հրամանատարում էր հազարավոր զինվորների, ով ազատագրել էր ամբողջ շրջաններ, ով ճանաչված էր որպես ռազմական հանճար, ապրում էր ավելի աղքատ, քան իր սովորական զինվորները։ Ով էր այս մարդը, որը հրաժարվեց ամեն ինչից, երբ կարող էր ունենալ ամեն ինչ։ Եվ ամենակարևորը, ինչ գաղտնիք էր թաքցնում այդ ծալված լուսանկարը, որը նա պահում էր իր սրտին ամենամոտ գրպանում։ Այս պատմությունը սկսվում է շատ ավելի վաղ, երբ փոքրիկ Մոնթեն ապրում էր Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում, հազարավոր կիլոմետր հեռու իր պապերի հայրենիքից։ Չարլզ եւ Զաբել Մելքոնյանները, նրա ծնողները, փախստականներ էին, ովքեր փորձում էին կառուցել նոր կյանք Ամերիկայում, բայց երբեք չմոռացան, թե որտեղից են եկել։ Նրանց տանը խոսում էին հայերեն, պատերին կախված էին Արարատի լուսանկարները, եւ ամեն երեկո, երբ փոքրիկ Մոնթեն քնելուց առաջ, հայրը պատմում էր նրան պատմություններ հայ հերոսների մասին, ովքեր մարտնչել էին իրենց ժողովրդի համար։ Բայց ով կարող էր պատկերացնել, որ այդ պատմությունները կդառնան փոքրիկ տղայի ճակատագիրը։ Ով կարող էր գիտեր, որ երեխան, որը խաղում էր ամերիկյան փողոցներում, մի օր կդառնա լեգենդ, որի անունը կհնչի ամբողջ աշխարհում։ 1975 թվականին Մոնթեն ավարտեց Վիսեյլիայի միջնակարգ դպրոցը, գերազանց գնահատականներով։ Նա ընդունվեց Բերքլիի կալիֆոռնիական համալսարան, պատմության եւ հնագիտության ֆակուլտետ։ Դասախոսները հիշում են նրան որպես անսովոր ուսանող, մեկը, ով կարդում էր ամեն ինչ, ինչ կարող էր գտնել հայ պատմության մասին, բայց միևնույն ժամանակ խորապես հետաքրքրված էր աշխարհի բոլոր ազգերի պայքարներով։ Նրա սենյակում գրքերը դիզված էին հատակից մինչև առաստաղ, եւ նրա ընկերները ասում էին, որ Մոնթեն քնում էր միջինը 3-4 ժամ գիշերը, իսկ մնացած ժամանակը կարդում կամ գրում էր։ Բայց ինչու այս փայլուն երիտասարդը, ով կարող էր դառնալ պրոֆեսոր, ով կարող էր ապրել հարմարավետ կյանք Ամերիկայում, ընտրեց ճանապարհ, որը տանում էր դեպի անհայտություն եւ վտանգ։ Ինչ տեսավ նա այն գրքերում, որոնք փոխեցին նրա ողջ կյանքը։ Համալսարանում Մոնթեն սկսեց հանդիպել այլ հայ ուսանողների հետ, ովքեր նույնպես զգում էին, որ պետք է անեն ինչ-որ բան իրենց ժողովրդի համար։ Նրանք ստեղծեցին խմբեր, կազմակերպում էին հանդիպումներ, քննարկում էին հայ հարցը։ Բայց Մոնթեի համար դա բավարար չէր։ Նա ուզում էր գործել, ոչ թե միայն խոսել։ Նրա ընկերները հիշում են, թե ինչպես նա ժամերով կարող էր բացատրել, թե ինչու հայերը պետք է ունենան իրենց սեփական պետությունը, ինչու նրանք պետք է պայքարեն իրենց իրավունքների համար, եւ ինչու յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի զոհաբերության։ Բայց նրա խոսքերը չէին հնչում որպես քարոզչություն, դրանք հնչում էին որպես խոստում, որը նա տվել էր ինքն իրեն։ Ուսանողական տարիներին Մոնթեն սկսեց ուսումնասիրել ռազմական ռազմավարություն, զենքեր, մարտական տակտիկա։ Նա կարդում էր Չէ Գևարայի, Մաո Ցեդունի, հայ ֆեդայիների պատմությունները։ Նրա սենյակի պատերին հայտնվեցին քարտեզներ Հայաստանի, Արցախի, Միջին Արևելքի։ Ընկերները սկսեցին նկատել, որ Մոնթեն փոխվում է, նա դառնում էր ավելի լուրջ, ավելի կենտրոնացած, ավելի վճռական։ Բայց իսկական շրջադարձը եկավ, երբ Մոնթեն սկսեց ճանապարհորդել։ Նա գնաց Լիբանան, Սիրիա, Իրան, այն վայրեր, որտեղ ապրում էին հայ համայնքներ, որտեղ մարդիկ դեռ հիշում էին ցեղասպանությունը, որտեղ նրանք դեռ երազում էին արդարության մասին։ Այդ ճանապարհորդությունների ժամանակ Մոնթեն տեսավ ինչ-որ բան, որը փոխեց նրան ընդմիշտ։ Նա տեսավ աղքատություն, տեսավ անարդարություն, տեսավ մարդկանց, ովքեր ապրում էին որպես փախստականներ իրենց սեփական հայրենիքում։ Եվ նա տեսավ նաև մարդկանց, ովքեր պայքարում էին ոչ բանակներով, ոչ զենքերով, այլ իրենց հավատով եւ իրենց արժանապատվությամբ։ Հենց այդ մարդիկ ցույց տվեցին Մոնթեին, թե ինչ նշանակում է իսկապես ապրել իր համոզմունքներով։ Երբ նա վերադարձավ Ամերիկա, նրա ընկերները նկատեցին, որ նա այլևս նույն մարդը չէր։ Նա խոսում էր քիչ, բայց երբ խոսում էր, նրա խոսքերն ունեին այնպիսի ուժ, որ մարդիկ լռում էին եւ լսում։ 1995 թվականի օգոստոսի 3-ին Մոնթեն ամուսնացավ Սեդայի հետ, լիբանանահայ կնոջ, ով հասկանում էր նրա երազանքները եւ պատրաստ էր կիսել նրա ճակատագիրը։ Հարսանիքը եղավ պարզ, առանց շքեղության, առանց ավելորդ ծախսերի։ Մոնթեն հագել էր պարզ կոստյում,
Սեդան սպիտակ զգեստ, որը կարել էր ինքը։ Հյուրերը հիշում են, որ երիտասարդ ամուսինները չունեին գրեթե ոչինչ, ոչ մեծ տուն, ոչ թանկարժեք կահույք, ոչ մեքենա, բայց նրանք ունեին ինչ-որ բան, որը շատ ավելի արժեքավոր էր։ Նրանք ունեին նպատակ, որը մեծ էր նրանց անձնական երջանկությունից։ Հարսանիքից հետո Մոնթեն ասաց Սեդային, որ նրանք չեն կարող ապրել սովորական կյանքով, երբ նրանց ժողովուրդը տառապում է։ Սեդան պատասխանեց, որ նա գիտեր դա այն օրից, երբ առաջին անգամ տեսավ նրան։ Նրանք որոշեցին գնալ Արցախ, այն վայր, որտեղ հայերը պայքարում էին իրենց գոյության համար, որտեղ ամեն օր մարդիկ մեռնում էին, որտեղ պետք էր օգնություն։ Երբ Մոնթեն ժամանեց Արցախ 1991 թվականին, նա տեսավ իրավիճակ, որը գերազանցում էր նրա ամենավատ երևակայությունները։ Հայ գյուղերը շրջափակված էին, մարդիկ ապրում էին առանց էլեկտրականության, առանց ջրի, առանց սննդի։ Զինվորները մարտնչում էին հին զենքերով, հագնում էին ինչ որ գտնում էին եւ հաճախ չունեին նույնիսկ ամենապարզ բժշկական օգնություն։ Բայց Մոնթեն չվախեցավ, չհուսահատվեց։ Նա սկսեց աշխատել առաջին օրվանից, առաջին րոպեից։ Նա մասնակցեց մարտերին Բուզլուքի, Մանաշիդի, Էրկեջի համար։ Նրա ընկերները զինվորները հիշում են, որ Մոնթեն երբեք չպահանջեց հատուկ վերաբերմունք, երբեք չխոսեց իր ամերիկյան կրթության կամ իր ընտանիքի մասին։ Նա պարզապես կատարում էր իր աշխատանքը, ավելի լավ, քան ուրիշները, ավելի նվիրված, քան ուրիշները։ Հունվարի 4-ին 1992 թվականին Մոնթեն նշանակվեց Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ։ Սա էր պաշտոն, որը պահանջում էր ոչ միայն ռազմական գիտելիքներ, այլև ղեկավարման հմտություններ, դիվանագիտություն եւ անսահման համբերություն։ Մոնթեն պետք է համակարգեր հազարավոր զինվորների, պետք է պլանավորեր օպերացիաներ, պետք է ապահովեր սնունդ, զենք, զինամթերք։ Բայց ամենադժվարը չէր սա։ Ամենադժվարը այն էր, որ նա պետք է պահպաներ իր զինվորների հոգին, երբ նրանք տեսնում էին մահ ամեն օր, երբ նրանք կորցնում էին ընկերներին, երբ նրանք չգիտեին, թե արդյոք վաղը կապրեն։ Մոնթեն գտավ եղանակ։ Նա ապրեց ճիշտ այնպես, ինչպես իր զինվորները։ Նա կիսեց նրանց դժվարությունները։ Նա երբեք չպահանջեց ինչ-որ բան, ինչ չունեին նրանք։ Այստեղ է, որ սկսվում է ամենատարօրինակ մասը Մոնթե Մելքոնյանի պատմության մեջ։ Մարդը, ով կարող էր ունենալ ամեն ինչ, ընտրեց ունենալ ոչինչ։ Նրա զինվորները հիշում են, որ Մոնթեն հագնում էր նույն համազգեստը շաբաթներ շարունակ, քնում էր հողի վրա, ուտում էր նույն պարզ ուտելիքը, ինչ բոլորը։ Երբ նրան բերում էին ավելի լավ սնունդ կամ առաջարկում էին ավելի հարմարավետ պայմաններ, նա հրաժարվում էր եւ ասում էր. «Եթե իմ զինվորները չունեն սա, ես էլ չեմ կարող ունենալ»։ Ենալ։ Սա չէր ձևացում, սա չէր քարոզչություն։ Սա էր նրա ապրելակերպը, սա էր նրա փիլիսոփայությունը։ Մոնթեն հավատում էր, որ իսկական հրամանատարը պետք է լինի առաջինը վտանգի մեջ եւ վերջինը անվտանգության մեջ։ Նա հավատում էր, որ իսկական հրամանատարը չի կարող ապրել ավելի լավ, քան իր զինվորները։ Բայց ինչու։ Ինչու մարդը, ով ուներ ամերիկյան կրթություն, ով խոսում էր մի քանի լեզուներ, ով կարող էր աշխատել ցանկացած վայրում աշխարհում եւ վաստակել լավ փող, ընտրեց ապրել այսպես։ Պատասխանը գտնվում է այն բանում, ինչ Մոնթեն ասաց մի անգամ իր մոտիկ ընկերներից մեկին։ Նա ասաց. «Ես չեմ կարող վերցնել փող այն մարդկանցից, ովքեր կորցրել են ամեն ինչ։ Ես չեմ կարող ապրել հարմարավետ, երբ նրանք մեռնում են։ Եթե ես վերցնեմ 1 դրամ ավելի, քան ինձ անհրաժեշտ է գոյատևելու համար, ես կդառնամ այն մարդկանցից մեկը, ում դեմ ես պայքարում եմ»։ Սա էր Մոնթե Մելքոնյանի գաղտնիքը։ Նա չէր պայքարում միայն ազատության համար, նա պայքարում էր արդարության համար։ Եվ նա գիտեր, որ արդարությունը սկսվում է իր սեփական գործողություններից։ Մարտունու շրջանում Մոնթեն սկսեց իրականացնել իր տեսլականը։ Նա ստեղծեց համակարգ, որտեղ ամեն զինվոր գիտեր, թե ինչու է մարտնչում, որտեղ ամեն հրամանատար պատասխանատու էր իր մարդկանց առջև, որտեղ ոչ ոք չկարող էր օգտագործել իր դիրքը անձնական շահի համար։ Սա էր հեղափոխական մոտեցում այն ժամանակների համար, երբ շատ հրամանատարներ օգտագործում էին պատերազմը որպես հնարավորություն հարստանալու։ Մոնթեի զինվորները սիրում էին նրան ոչ միայն որովհետև նա էր խելացի ռազմավար, այլ որովհետև նա էր ազնիվ մարդ։ Նրանք գիտեին, որ երբ Մոնթեն ասում է մենք, նա իսկապես նկատի ունի մենք, ոչ թե դուք։ Նրանք գիտեին, որ երբ Մոնթեն ուղարկում է նրանց մարդ, նա ինքը կլինի նրանց կողքին։ 1992 թվականի ձմեռը եղավ ամենադժվարը Արցախի պատմության մեջ։ Ադրբեջանական ուժերը շրջափակել էին շատ հայկական գյուղեր, եւ մարդիկ մեռնում էին սովից ու ցրտից։
Մոնթեն կազմակերպեց օպերացիաներ՝ բեկելու շրջափակումը, բերելու սնունդ եւ դեղորայք։ Բայց ամենից կարևորը, նա տվեց մարդկանց հույս։ Երբ նա այցելում էր գյուղերը, երբ նա խոսում էր մարդկանց հետ, նրանք տեսնում էին, որ սա մարդ է, ով իսկապես հոգ է տանում նրանց մասին։ Նրանք տեսնում էին, որ նրա համազգեստը նույնքան հին է, որքան նրանցը, որ նրա ձեռքերը նույնքան կոշտ են աշխատանքից, որ նրա աչքերում նույն հոգնածությունն է, որ նրանցում։ Եսա տալիս էր նրանց ուժ շարունակելու։ Մարտի եւ ապրիլի ամիսներին 1993 թվականին Մոնթեն մասնակցեց Քարվաճառի եւ Օմարի անցքի ազատագրմանը։ Սրանք էին ռազմավարական կարևորության օպերացիաներ, որոնք փոխեցին պատերազմի ընթացքը։ Բայց Մոնթեի համար դրանք էին ավելին, քան պարզապես ռազմական հաղթանակներ։ Դրանք էին հնարավորություն տալու հայ ժողովրդին ապրելու իրենց սեփական հողի վրա, առանց վախի, առանց շրջափակման։ Օպերացիաների ժամանակ Մոնթեն ցույց տվեց իր իսկական հանճարը որպես ռազմավար։ Նա պլանավորեց յուրաքանչյուր քայլ, հաշվեց յուրաքանչյուր ռիսկ եւ ամենակարևորը, նա երբեք չզոհաբերեց իր զինվորների կյանքները անիմաստ։ Յուրաքանչյուր օպերացիա էր մտածված այնպես, որ նվազագույնի հասցնի կորուստները եւ առավելագույնի հասցնի արդյունքը։ Բայց հաջողությունը բերեց նաեւ նոր մարտահրավերներ։ Մոնթեն դարձավ լեգենդ, եւ լեգենդները միշտ ունեն թշնամիներ։ Ադրբեջանական հատուկ ծառայությունները դարձրին նրան իրենց թիվ 1 թիրախը։ Նրանք գիտեին, որ եթե կարողանան վերացնել Մոնթեին, դա կլինի հսկայական հարված հայկական ուժերին։ Բայց Մոնթեն չվախեցավ։ Նա շարունակեց աշխատել, շարունակեց պլանավորել, շարունակեց մարտնչել։ Նրա ընկերները փորձեցին համոզել նրան ավելի զգույշ լինել, ավելի քիչ ռիսկի դիմել, բայց Մոնթեն պատասխանեց. «Եթե ես վախենամ մահից, ես չեմ կարող պահանջել իմ զինվորներից չվախենալ»։ Սա էր նրա փիլիսոփայությունը՝ պարզ, անկեղծ, անսասան։ Այժմ 35 տարի անց, երբ մենք նայում ենք Մոնթե Մելքոնյանի կյանքին, մենք տեսնում ենք ինչ-որ բան, որը շատ հազվադեպ է այսօրվա աշխարհում։ Մենք տեսնում ենք մարդու, ով ապրեց ճիշտ այնպես, ինչպես քարոզում էր, ով չխոսեց միայն արժեքների մասին, այլ ապրեց դրանցով, ով չպահանջեց զոհաբերություններ ուրիշներից, առանց ինքը զոհաբերելու ավելին։ Մենք տեսնում ենք մարդու, ով կարող էր ունենալ հարուստ կյանք, բայց ընտրեց աղքատությունը, որովհետև նա հավատում էր, որ իսկական հարստությունը չէ փողը, այլ արժանապատվությունն ու ազնվությունը։ Բայց արդյոք սա բավարար է բացատրելու նրա ընտրությունը։ Արդյոք կա ինչ-որ ավելին, ինչ մենք դեռ չգիտենք այս մարդու մասին։ Երբ Մոնթե Մելքոնյանի անձնական բժիշկը դոկտոր Արամ Գրիգորյանը առաջին անգամ զննեց հրամանատարին 1992 թվականի փետրվարին, նա չհավատաց իր աչքերին։ Այս մարդը, ով ղեկավարում էր ամբողջ շրջանի պաշտպանությունը, ով պատասխանատու էր հազարավոր կյանքների համար, կշռում էր ընդամենը 65 կիլոգրամ, 15 կիլոգրամ պակաս, քան նորմալ էր նրա հասակի համար։ Նրա ձեռքերը ծածկված էին վերքերով, որոնք երբեք չէին բուժվում ճիշտ։ Նրա թոքերը ցավում էին քրոնիկ բրոնխիտից, որը զարգացել էր խոնավ բունկերներում քնելուց, եւ նրա ստամոքսը տառապում էր խոցից, անկանոն եւ անբավարար սննդից։ Դոկտոր Գրիգորյանը պահանջեց, որ Մոնթեն անմիջապես տեղափոխվի հիվանդանոց, բայց հրամանատարը միայն ժպտաց եւ ասաց. «Դոկտոր, իմ զինվորներից շատերը ավելի վատ վիճակում են, քան ես։ Եթե նրանք կարող են մարտնչել, ես էլ կարող եմ»։ Բայց ինչու այս մարդը, ով կարող էր ստանալ լավագույն բժշկական օգնությունը, ով կարող էր ապրել անվտանգ վայրում, հեռու առաջնագծից, հրաժարվեց նույնիսկ հիմնական բուժումից։ Ինչ էր այն ուժը, որը ստիպում էր նրան շարունակել, երբ նրա սեփական մարմինը աղաչում էր հանգստի։ Ամենակարևորը, գիտեր արդյոք Մոնթեն, որ նրա առողջությունը դառնում էր ժամացույց, որը հաշվում էր վերջին օրերը։ Մարտունու շտաբում գործում էր անգրավոր օրենք, որը բոլորը գիտեին, բայց ոչ ոք երբեք բարձրաձայն չասաց։ Երբ ժամանում էր հումանիտար օգնություն, սնունդ, դեղորայք, տաք հագուստ, Մոնթեն անձամբ վերահսկում էր բաշխումը։ Նա ուներ մի հին տետր, որտեղ գրում էր յուրաքանչյուր ընտանիքի անունը, նրանց անդամների թիվը, նրանց կարիքները։ Զինվորները հիշում են, թե ինչպես Մոնթեն կարող էր ժամերով նստել այդ տետրի հետ, հաշվարկելով, թե ինչպես բաշխել սահմանափակ ռեսուրսները այնպես, որ ամենաշատ կարիքավորները ստանան ամենաշատը։ Բայց ամենատարօրինակը այն էր, որ նրա սեփական անունը երբեք չհայտնվեց այդ ցուցակում։ Երբ մեկը հարցրեց նրան ինչու, Մոնթեն պատասխանեց. «Ես ունեմ ամեն ինչ, ինչ ինձ անհրաժեշտ է։ Ես ունեմ նպատակ, ունեմ աշխատանք, ունեմ մարդկանց, ում համար պայքարում եմ։ Ինձ ավելին պետք չէ»։ Սա չէր կեղծավորություն, սա չէր ցուցադրություն։ Մոնթեի անձնական իրերը կարող էին տեղավորվել մեկ փոքր պայուսակում, երկու համազգեստ, մի զույգ կոշիկ, մի քանի գիրք
եւ այն ծալված լուսանկարը, որը նա միշտ պահում էր իր սրտին մոտ։ Բայց եկեք խոսենք թվերի լեզվով, որովհետև թվերը երբեմն ավելի բարձրաձայն են խոսում, քան խոսքերը։ 1992 թվականին միջին հայ զինվորի ամսական պարգևավճարը կազմում էր մոտավորապես 3000 դրամ, այն ժամանակվա փողով։ Շտաբի պետի պաշտոնում Մոնթեն կարող էր ստանալ 15000 դրամ, 5 անգամ ավելի։ Բայց Մոնթեն երբեք չվերցրեց այդ փողը։ Նրա մոտիկ ընկերներից մեկը հիշում է, թե ինչպես ֆինանսական բաժնի պետը եկավ Մոնթեի մոտ եւ ասաց, որ նրա հաշվին կուտակվել է 6 ամսվա աշխատավարձ, որը ոչ ոք չի վերցրել։ Մոնթեն հարցրեց. «Որքան է դա»։ Երբ նրան ասացին 90000 դրամ, նա մտածեց մի քանի վայրկյան եւ ասաց. «Բաշխեք այն ընտանիքներին, որոնց տները այրվել են պատերազմում»։ Ֆինանսական պետը փորձեց բացատրել, որ դա նրա վաստակած փողն է, որ նա իրավունք ունի այն վերցնելու։ Բայց Մոնթեն միայն ժպտաց եւ ասաց. «Ես վաստակել եմ ավելի շատ, քան փող։ Ես վաստակել եմ իմ զինվորների հարգանքը։ Դա ավելի արժեքավոր է, քան ցանկացած գումար»։ Այս պատմությունը տարածվեց ամբողջ Մարտունու շրջանում, եւ մարդիկ սկսեցին հասկանալ, որ Մոնթե Մելքոնյանը տարբեր էր բոլոր մյուս հրամանատարներից։ Բայց դա նաեւ ստեղծեց խնդիր։ Որոշ այլ հրամանատարներ, ովքեր ապրում էին շատ ավելի հարմարավետ, ովքեր վերցնում էին իրենց աշխատավարձը եւ նույնիսկ ավելին, սկսեցին զգալ անհարմար։ Մոնթեի օրինակը դարձավ հայելի, որը ցույց էր տալիս նրանց սեփական թերությունները։ Մեկը նրանցից, անվանենք նրան Վարդան, որովհետև նրա իսկական անունը դեռ պաշտպանված է գաղտնիությամբ, սկսեց տարածել լուրեր, որ Մոնթեն ունի գաղտնի հաշիվներ արտերկրում, որ նրա ամերիկյան ընտանիքը հարուստ է, որ նրա աղքատությունը միայն ցուցադրություն է։ Բայց այս լուրերը չգործեցին։ Զինվորները, ովքեր ապրում էին Մոնթեի հետ ամեն օր, ովքեր տեսնում էին, թե ինչպես նա քնում է հողի վրա, ինչպես նա կիսում է իր վերջին հացը, ինչպես նա մերժում է ցանկացած արտոնություն, գիտեին ճշմարտությունը։ Ճշմարտությունը այն էր, որ Մոնթե Մելքոնյանը ապրում էր ճիշտ այնպես, ինչպես կարոզում էր, առանց կեղծիքի, առանց կոմպրոմիսի, առանց արդարացման։ 1992 թվականի գարնանը Մարտունու շրջանում տեղի ունեցավ դեպք, որը դարձավ լեգենդ։ Մի խումբ զինվորներ վերադարձավ առաջնագծից եւ բերեց մեծ քանակությամբ թրոֆեներ, զենք, զինամթերք, սնունդ, նույնիսկ մի քանի արժեքավոր իրեր, որոնք գտել էին լքված ադրբեջանական դիրքերում։ Ըստ անգրավոր կանոնների, զինվորները կարող էին պահել մի մասը իրենց համար, որպես պարգև իրենց քաջության համար։ Բայց երբ նրանք բերեցին թրոֆեները Մոնթեի մոտ, նա զննեց ամեն ինչ եւ ասաց. «Զենքն ու զինամթերքը մենք կօգտագործենք պաշտպանության համար։ Սնունդը կբաշխենք գյուղացիներին։ Իսկ այս արժեքավոր իրերը, այս ոսկյաշղթան, այս ժամացույցները, այս փողը մենք կվերադարձնենք»։ Զինվորները շշմած էին. «Վերադարձնել? Ում? Թշնամուն»։ Մոնթեն բացատրեց. «Սրանք պատկանում են սովորական մարդկանց, ովքեր փախել են իրենց տներից։ Սրանք նրանց ընտանիքների հիշատակներն են, նրանց կյանքի խնայողությունները։ Մենք չենք մարտնչում սովորական մարդկանց դեմ։ Մենք մարտնչում ենք համակարգի դեմ, որը ստիպում է նրանց մարտնչել մեր դեմ»։ Նա կազմակերպեց, որ այդ իրերը փոխանցվեն Կարմիր խաչին, որպեսզի դրանք վերադարձվեն իրենց սեփականատերերին։ Այս արարքը ցնցեց բոլորին։ Որոշ զինվորներ չհասկացան, որոշները բողոքեցին, բայց շատերը տեսան դրա մեջ ինչ-որ բան ավելի խորը։ Նրանք տեսան, որ Մոնթեն մարտնչում է ոչ թե ատելությունից, այլ արդարության համար։ Բայց Մոնթեի ֆինանսական փիլիսոփայությունը չէր վերաբերում միայն նրա անձնական կյանքին։ Նա կիրառում էր նույն սկզբունքները ամբողջ շտաբի աշխատանքում։ Երբ նա դարձավ Մարտունու շրջանի հրամանատար, նա ստեղծեց համակարգ, որտեղ յուրաքանչյուր դրամ, յուրաքանչյուր ռեսուրս, յուրաքանչյուր օգնություն հաշվառվում էր եւ բաշխվում էր թափանցիկ կերպով։ Նա պահանջեց, որ բոլոր ֆինանսական գործարքները գրանցվեն հատուկ մատյանում, որը բաց էր բոլորի համար։ Ցանկացած զինվոր կարող էր գալ եւ տեսնել, թե որտեղ է ծախսվում փողը, ում է տրվում օգնությունը, ինչու են կայացվում որոշակի որոշումներ։ Սա էր անլսելի բան այն ժամանակների համար, երբ շատ ռազմական ստորաբաժանումներում ֆինանսները էին ամենամեծ գաղտնիքը։ Բայց Մոնթեն հավատում էր, որ թափանցիկությունը միակ ճանապարհն է կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Նա ասում էր. «Եթե մենք պայքարում ենք արդար հասարակության համար, մենք պետք է սկսենք կառուցել այդ հասարակությունը հեգությունը հենց հիմա, հենց այստեղ, մեր սեփական շարքերում»։ Այս քաղաքականությունը բերեց անսպասելի արդյունքներ։ Մարտունու շրջանը դարձավ ամենաքիչ կոռումպացված ստորաբաժանումը ամբողջ Արցախում։ Զինվորները գիտեին, որ եթե նրանք ազնիվ են, եթե նրանք կատարում են իրենց պարտականությունները, նրանք կստանան այն, ինչ իրենց հասանելի է։ Բայց եթե նրանք փորձեն խաբել, եթե նրանք փորձեն օգտագործել իրենց դիրքը անձնական շնձնական շահի համար,
Նրանք կբախվեն Մոնթեի անսասան արդարությանը։ Մի դեպքում մի ավագ սպա, ով պատասխանատու էր պահեստների համար, բռնվեց, որ վաճառում է զինամթերք սև շուկայում։ Մոնթեն անձամբ վարեց քննությունը, եւ երբ մեղքը ապացուցվեց, նա հեռացրեց սպային բանակից, անկախ նրանից, որ սպան էր փորձառու մարտիկ, եւ նրա կորուստը մեծ հարված էր ստորաբաժանմանը։ Մոնթեն բացատրեց իր որոշումը։ Մենք կարող ենք կորցնել մեկ լավ զինվորի, բայց եթե մենք թույլ տանք կոռուպցիան, մենք կկորցնենք ամբողջ բանակը, որովհետև բանակը, որտեղ չկա արդարություն, չի կարող երկար ժամանակ մարտնչել։ Բայց եկեք վերադառնանք այն հարցին, որը տանջում է բոլորին, ովքեր ուսումնասիրում են Մոնթե Մելքոնյանի կյանքը։ Ինչպես կարող էր մարդը, ով ուներ այնքան քիչ, տալ այնքան շատ։ Պատասխանը գտնվում է նրա անձնական փիլիսոփայայի մեջ, որը նա ձևավորել էր տարիների ընթացքում։ Մոնթեն հավատում էր, որ իսկական ազատությունը գալիս է ոչ թե ունեցվածքից, այլ ունեցվածքից ազատվելուց։ Նա հավատում էր, որ որքան ավելի քիչ ունես, այնքան ավելի ազատ ես, որովհետև երբ դու ունես շատ բան, դու սկսում ես վախենալ դրանք կորցնելուց։ Դու դառնում ես քո ունեցվածքի գերի։ Բայց երբ դու ունես միայն այն, ինչ իսկապես անհրաժեշտ է, դու ազատ ես կենտրոնանալու այն բանի վրա, Ինչ իսկապես կարևոր է։ Մոնթեի համար այն, ինչ իսկապես կարևոր էր, չէր փողը, չէր հարմարավետությունը, չէր անվտանգությունը։ Այն, ինչ իսկապես կարևոր էր նրա ժողովրդի ազատությունը, նրա զինվորների արժանապատվությունը, նրա սեփական խղճի մաքրությունը։ Մոնթեի մոտիկ ընկերներից մեկը հիշում է զրույց, որը տեղի ունեցավ 1992 թվականի աշնանը։ Նրանք նստած էին բունկերում, լսում էին հեռվից հրետանու կրակոցները, եւ ընկերը հարցրեց Մոնթեին. «Ավո, դու երբևէ չես ցանկանում ունենալ նորմալ կյանք, տուն, ընտանիք, աշխատանք, որտեղ դու չես ռիսկի ամեն օր մահանալ»։ Մոնթեն լուր մնաց մի քանի րոպե, հետո հանեց իր գրպանից այն ծալված լուսանկարը եւ ցույց տվեց ընկերոջը։ Լուսանկարում երևում էր երիտասարդ կինը Սեդան եւ փոքրիկ աղջիկը, նրանց դուստրը, որի մասին շատ քչերը գիտեին։ Մոնթեն ասաց. «Ես ունեմ ընտանիք, ես ունեմ տուն, բայց ես չեմ կարող ապրել այնտեղ, երբ այստեղ մարդիկ մեռնում են։ Ես չեմ կարող վայելել իմ երջանկությունը, երբ իմ ժողովուրդը տառապում է։ Եվ եթե ես մեռնեմ այստեղ, ես կմեռնեմ գիտակցելով, որ արեցի այն, ինչ պետք էր անել։ սա ավելի արժեքավոր է, քան երկար կյանք, որը ապրված է ամոթով»։ Ընկերը հարցրեց. «Բայց քո դուստրը, նա չի ցանկանում, որ դու լինես նրա կողքին»։ Մոնթեն պատասխանեց. «Նա ցանկանում է ունենալ հայր, որով կարող է հպարտանալ։ Ես նախընտրում եմ լինել հայր, որին նա հպարտանում է հեռվից, քան հայր, որին նա ամաչում է մոտիկից»։ Այս զրույցը բացահայտում է Մոնթե Մելքոնյանի ներքին աշխարհի ամենախորը գաղտնիքը։ Նա չէր անզգայուն մարդ, ով չէր զգում ցավը, չէր ցանկանում հարմարավետությունը, չէր կարոտում ընտանիքը։ Հակառակը, նա զգում էր այս ամենը շատ խորը, շատ ուժեղ։ Բայց նա ուներ ինչ-որ բան, որը ավելի ուժեղ էր այս զգացումներից։ Նա ուներ համոզմունք, որ կյանքի իմաստը չէ անձնական երջանկությունը, այլ ծառայությունը ավելի մեծ նպատակի համար։ Սա չէր ինքնազոհաբերություն, սա չէր մարտիրոսություն, սա էր գիտակցված ընտրություն, ապրել այնպես, որ կյանքը ունենա իմաստ, ունենա արժեք, ունենա նպատակ։ Այդ նպատակի համար Մոնթեն պատրաստ էր հրաժարվել ամեն ինչից, հարստությունից, հարմարավետությունից, Անվտանգությունից, նույնիսկ կյանքից։ 1993 թվականի գարնանը, երբ Մոնթեն պլանավորում էր Քարվաճառի օպերացիան, նա գիտեր, որ սա կլինի նրա ամենադժվար մարտահրավերը։ Օպերացիան պահանջում էր հսկայական ռեսուրսներ՝ զենք, զինամթերք, սնունդ, տրանսպորտ, բայց Մարտունու շրջանը չուներ այդ ռեսուրսները։ Մոնթեն կարող էր դիմել օգնության համար, կարող էր խնդրել ֆինանսավորում, կարող էր փորձել գտնել հովանավորներ, բայց նա ընտրեց այլ ճանապարհ։ Նա գնաց գյուղերը, հանդիպեց մարդկանց, բացատրեց նրանց, թե ինչու այս օպերացիան կարևոր է, ինչպես այն կփոխի նրանց կյանքը։ Մարդիկ, ովքեր ինքնին ունեին շատ քիչ, սկսեցին տալ այն, ինչ ունեին։ Ֆերմերները տվեցին իրենց վերջին պաշարները, արհեստավորները նվիրաբերեցին իրենց գործիքները, ընտանիքները բերեցին իրենց խնայողությունները։ Մոնթեն գրանցեց յուրաքանչյուր նվիրատվություն, յուրաքանչյուր անուն եւ խոստացավ, որ երբ պատերազմը վերջանա, ամեն ինչ կվերադարձվի։ Բայց ամենակարևորը, նա ցույց տվեց մարդկանց, որ սա նրանց պատերազմն է, ոչ թե հրամանատարների պատերազմը։ Սա նրանց ազատությունն է, ոչ թե ուրիշի նպատակը։ Օպերացիան հաջողեց։ Քարվաճառը ազատագրվեց, եւ Մոնթեի անունը դարձավ լեգենդ ամբողջ Արցախում։ Բայց երբ հաղթանակի տոնակատարությունները սկսվեցին, երբ մարդիկ ուզում էին պարգևատրել հրամանատարին, երբ նրան առաջարկեցին բարձր պաշտոններ եւ մեծ աշխատավարձներ, Մոնթեն հրաժարվեց ամեն ինչից։ Նա ասաց.
Իսկական պարգևը այն է, որ մեր մարդիկ այժմ կարող են ապրել ազատ։ Ինձ ավելին պետք չէ։ Նա վերադարձավ Մարտումի, վերադարձավ իր հին բունկերը, վերադարձավ իր պարզ կյանքին։ Բայց ինչ-որ բան փոխվել էր։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ Մոնթե Մելքոնյանը ոչ միայն ռազմական հրամանատար է, նա խորհրդանիշ է, նա օրինակ է, նա ապացույց է, որ հնարավոր է ապրել ազնիվ կյանք նույնիսկ պատերազմի ժամանակ։ Բայց այս հաջողությունը նաև բերեց նոր վտանգներ։ Ադրբեջանական հատուկ ծառայությունները հասկացան, որ Մոնթե Մելքոնյանը ոչ միայն ռազմական սպառնալիք է, նա գաղափարական սպառնալիք է։ Նրա օրինակը ոգեշնչում էր հազարավոր հայերի, նրա փիլիսոփայությունը ստեղծում էր նոր տեսակի մարտիկներ։ Մարտիկներ, ովքեր մարտնչում էին ոչ թե փողի համար, այլ համոզմունքից։ Այդպիսի մարտիկներին շատ ավելի դժվար է հաղթել, քան սովորական վարձկաններին։ Նրանք սկսեցին պլանավորել, ինչպես վերացնել Մոնթեին։ Բայց Մոնթեն շարունակեց աշխատել, շարունակեց մարտնչել, շարունակեց ապրել ճիշտ այնպես, ինչպես միշտ էր ապրել, առանց վախի, առանց կասկածի, առանց զղջալու։ Այժմ, երբ մենք նայում ենք Մոնթե Մելքոնյանի ֆինանսական ժառանգությանը, մենք տեսնում ենք ինչ-որ բան, որը շատ հազվադեպ է պատմության մեջ։ Մենք տեսնում ենք մարդու, ով կարող էր լինել միլիոնատեր, բայց ընտրեց լինել աղքատ։ Մենք տեսնում ենք մարդու, ով կարող էր ապահովել իր ընտանիքի ապագան, բայց ընտրեց ապահովել իր ժողովրդի ապագան։ Մենք տեսնում ենք մարդու, ով հասկացավ, որ իսկական հարստությունը չէ այն, ինչ դու ունես, այլ այն, ինչ դու տալիս ես։ Բայց արդյոք սա բավարար է բացատրելու նրա ընտրությունը։ Արդյոք կա ինչ-որ ավելի խորը, ինչ-որ ավելի անհասկանալի այս մարդու մոտիվացիայի մեջ։ Ինչ էր այն ուժը, որը թույլ տվեց նրան հրաժարվել ամեն ինչից եւ միևնույն ժամանակ զգալ, որ նա ունի ամեն ինչ։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Մոնթե Մելքոնյանի մասին։ Յուրաքանչյուր գաղտնի պլան, յուրաքանչյուր թույլ կողմ, յուրաքանչյուր վախ, որը նա երբևէ չցույց տվեց։ Այժմ պատկերացրեք, որ դուք պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը կամ փրկել ձեր կյանքը։ 1993 թվականի մայիսին այդ 12 մարդիկ հավաքվեցին գաղտնի հանդիպման, Մարտունու շտաբից 5 կիլոմետր հեռու, մի լքված տանը, որտեղ ոչ ոք չէր կարող լսել նրանց։ Նրանք էին Մոնթեի ամենամոտիկ օգնականները, նրա անվտանգության պատասխանատուները, նրա գաղտնիքների պահապանները։ Բայց այդ գիշեր նրանցից մեկը բերեց տեղեկություն, որը սառեցրեց բոլորի արյունը։ Ադրբեջանական հատուկ ծառայությունները ունեին ամբողջական տեղեկություններ Մոնթեի շարժումների մասին, նրա պլանների մասին, նույնիսկ նրա անձնական զրույցների մասին։ Ինչպես էր դա հնարավոր։ Եթե միայն այս 12 մարդիկ ունեին մուտք այդ տեղեկություններին, ով էր նրանցից մեկը, ով վաճառել էր իր հոգին։ Եվ ամենավախեցնողը, արդյոք Մոնթեն գիտեր, որ նրա ամենամոտիկ շրջապատում թաքնված է օձը, որը սպասում էր ճիշտ պահին հարվածելու։ Այդ գաղտնի խմբի անդամներից մեկը, անվանենք նրան Արամ, որովհետև նրա իսկական ինքնությունը դեռևս պաշտպանված է, հիշում է, թե ինչպես Մոնթեն վարվում էր այդ օրերին։ Հրամանատարը դարձել էր ավելի լուր, ավելի մտածված, ավելի հեռավոր։ Նա ժամերով կարող էր նստել իր բունկերում, նայել քարտեզներին, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչի մասին էր մտածում։ Երբ Արամը մի անգամ համարձակվեց հարցնել. «Հրամանատար, ամեն ինչ կարգին է»։ Մոնթեն նայեց նրան այնպիսի հայացքով, որը թափանցում էր հոգու խորքերը, եւ ասաց. «Արամ, երբ դու ապրում ես ճշմարտության մեջ, դու միշտ գիտես, թե ով է քեզ հետ եւ ով է քո դեմ։ Խնդիրն այն է, որ երբեմն ամենամոտիկ մարդիկ կարող են լինել ամենահեռուները»։ Արամը չհասկացավ այդ խոսքերի իսկական իմաստը, մինչև շատ ուշ, երբ արդեն ուշ էր։ Բայց այդ պահին նա զգաց, որ Մոնթեն գիտեր ինչ-որ բան, որ ուրիշները չգիտեին։ Նա զգաց, որ հրամանատարը պատրաստվում էր ինչ-որ բանի, որը դեռ չէր եկել, բայց անխուսափելի էր։ Մարտունու շտաբի ամենագաղտնի սենյակում, այնտեղ, որտեղ պահվում էին բոլոր կարևոր փաստաթղթերը, կար մի երկաթյա տուփ, որը բանալին ուներ միայն Մոնթեն։ Այդ տուփում պահվում էին ոչ թե ռազմական պլաններ, ոչ թե քարտեզներ, այլ ինչ-որ բան շատ ավելի արժեքավոր, անձնական նամակներ, որոնք Մոնթեն գրել էր, բայց երբեք չէր ուղարկել։ Նրա մահից հետո, երբ այդ տուփը բացվեց, գտնվեցին 37 նամակ, գրված տարբեր մարդկանց, տարբեր ժամանակներում, տարբեր իրավիճակներում։ Մի նամակ էր գրված Սեդային, նրա կնոջը, որտեղ նա բացատրում էր, թե ինչու չի կարող վերադառնալ տուն, թե ինչու նրա պարտքը իր ժողովրդի նկատմամբ ավելի մեծ է, քան նրա պարտքը իր ընտանիքի նկատմամբ։ Մեկ այլ նամակ էր գրված նրա դստերը, բացատրելով, թե ինչ է նշանակում լինել հայ, ինչ է նշանակում պայքարել արդարության համար, ինչ է նշանակում ընտրել դժվար ճանապարհը, երբ հեշտ ճանապարհը միշտ բաց է։ Բայց ամենաշոկային նամակը գրված էր անհայտ ստացողին, մարդուն, ում Մոնթեն դիմում էր որպես «իմ ընկեր» եւ «իմ դավաճան»։ Այդ նամակում Մոնթեն գրում էր.
Ես գիտեմ, թե ով ես դու։ Ես գիտեմ, թե ինչ ես անում, բայց ես չեմ կարող քեզ կանգնեցնել, որովհետև եթե ես դա անեմ, ես կստիպված լինեմ ընդունել, որ ես սխալվել եմ քո մասին։ Եվ ես դեռ ուզում եմ հավատալ, որ դու կփոխվես, որ դու կհասկանաս, որ այն, ինչ դու անում ես, ոչնչացնում է ոչ միայն ինձ, այլև քեզ։ Ո՞վ էր այդ մարդը, ում Մոնթեն դիմում էր այդ նամակում։ Ըստ որոշ աղբյուրների, դա էր մարդ, ով եղել էր Մոնթեի ուսանողական տարիների ընկերը, ով եկել էր Արցախ միասին նրա հետ, ով դարձել էր նրա ամենամոտիկ խորհրդականներից մեկը։ Բայց ինչ-որ պահի այդ մարդը սկսեց փոխվել։ Նա սկսեց տեսնել պատերազմը ոչ թե որպես պայքար ազատության համար, այլ որպես հնարավորություն ձեռք բերելու իշխանություն եւ հարստություն։ Նա սկսեց կապեր հաստատել այն մարդկանց հետ, ովքեր օգտագործում էին պատերազմը անձնական շահի համար։ Եվ ամենավատը, նա սկսեց փոխանցել տեղեկություններ ադրբեջանական կողմին։ Ոչ թե որովհետև նա հավատում էր նրանց գաղափարներին, այլ որովհետև նրան վճարում էին։ Մոնթեն նկատեց այս փոփոխությունները, բայց նա չուզեց հավատալ։ Նա փորձեց խոսել այդ մարդու հետ, փորձեց վերադարձնել նրան ճիշտ ճանապարհին, բայց ամեն անգամ բախվում էր պատին։ Եվ վերջապես Մոնթեն հասկացավ, որ որոշ մարդկանց չես կարող փրկել, որովհետև նրանք չեն ուզում փրկվել։ Բայց ինչու՞։ Մոնթեն չբացահայտեց այդ դավաճանին։ Ինչու նա թույլ տվեց նրան շարունակել իր աշխատանքը, երբ գիտեր, որ յուրաքանչյուր օր այդ մարդը վտանգի մեջ էր դնում ամբողջ ստորաբաժանումը։ Պատասխանը գտնվում է Մոնթեի խորը հոգեբանական բարդության մեջ։ Նա հավատում էր, որ յուրաքանչյուր մարդ ունի փրկության հնարավորություն, որ ոչ ոք չի ծնվում դավաճան, որ հանգամանքներն են, որոնք մարդկանց դարձնում են այն, ինչ նրանք են։ Մոնթեն ուզում էր տալ այդ մարդուն հնարավորություն վերադառնալու, ապաշխարելու, փոխվելու։ Բայց նա նաև հասկանում էր, որ այս ողորմածությունը կարող էր արժանալ նրա սեփական կյանքը։ Եվ նա պատրաստ էր վճարել այդ գինը, որովհետև նա հավատում էր, որ ավելի լավ է մեռնել հավատալով մարդկանց բարությանը, քան ապրել կասկածելով բոլորին։ 1993 թվականի ապրիլին Մարտունու շտաբում տեղի ունեցավ դեպք, որը շատերը համարում են Մոնթեի վերջին փորձը փրկելու իր դավաճանին։ Հրամանատարը կանչեց այդ մարդուն իր բունկեր եւ խոսեց նրա հետ ամբողջ գիշեր։ Ոչ ոք չգիտի, թե ինչ էր քննարկվում այդ զրույցում, բայց առավոտյան, երբ այդ մարդը դուրս եկավ, նրա դեմքը լաց էր լվացած, եւ նա անմիջապես հեռացավ Մարտունուից, առանց բացատրության, առանց հրաժեշտի։ Մոնթեի մոտիկ ընկերները ասում են, որ այդ օրից հետո հրամանատարը դարձավ դեռ ավելի լուր, դեռ ավելի կենտրոնացած իր աշխատանքի վրա։ Կարծես նա գիտեր, որ ժամանակը սպառվում է, որ վերջը մոտենում է, որ նա պետք է ավարտի այն, ինչ սկսել է, մինչև չափազանց ուշ չէ։ Բայց արդյոք այդ գաղտնի զրույցը փրկեց դավաճանին, թե պարզապես հետաձգեց անխուսափելին։ Ვა ամենակարևորը, արդյոք այդ մարդը հետո զղջաց իր արածի համար, թե շարունակեց իր մութ ճանապարհը մինչև վերջ։ Եկեք այժմ խոսենք այն մասին, ինչի մասին ոչ ոք չի սիրում խոսել։ Մոնթե Մելքոնյանի ֆիզիկական վիճակի մասին այն վերջին ամիսներին։ Դոկտոր Արամ Գրիգորյանը, ով շարունակում էր հետևել հրամանատարի առողջությանը, պահպանել է մանրամասն գրառումներ, որոնք ցույց են տալիս տագնապալելի պատկեր։ 1993 թվականի մարտին Մոնթեի քաշը իջել էր մինչև 62 կիլոգրամ։ Նրա թոքերի վիճակը վատ թարացել էր այնքան, որ նա հաճախ արթնանում էր գիշերները, չկարողանալով շնչել։ Նրա ստամոքսի խոցը դարձել էր քրոնիկ, եւ նա ապրում էր մշտական ցավի մեջ, որը փորձում էր թաքցնել բոլորից։ Բայց ամենավտանգավորը նրա սրտի վիճակն էր։ Դոկտորը նկատել էր անկանոն զարկեր, կտրուկ ճնշման տատանումներ, նշաններ, որոնք ցույց էին տալիս, որ Մոնթեի սիրտը չէր դիմանում այն ծանրաբեռնվածությանը, որին ենթարկվում էր։ Երբ դոկտորը պահանջեց, որ Մոնթեն անմիջապես դադարեցնի ակտիվ ծառայությունը եւ անցնի լրիվ բժշկական զննման, հրամանատարը միայն ժպտաց եւ ասաց. «Դոկտոր, իմ մարմինը կարող է լինել թույլ, բայց իմ հոգին երբեք չի եղել ավելի ուժեղ, եւ պատերազմը շահվում է հոգով, ոչ թե մարմնով»։ Բայց Մոնթեի մարմինը ուղարկում էր ազդանշաններ, որոնք նա չէր կարող անտեսել։ Նրա դերքերը սկսել էին դողալ նախ միայն առավոտները, հետո ամբողջ օրվա ընթացքում։ Նրա տեսողությունը դարձել էր անհստակ, եւ նա հաճախ ստիպված էր լինում մի քանի անգամ կարդալ նույն փաստաթուղթը, որպեսզի հասկանար դրա բովանդակությունը։ Նրա հիշողությունը, որը միշտ եղել էր նրա ամենամեծ ուժը, սկսել էր նրան դավաճանել։ Նա մոռանում էր անուններ, ամսաթվեր, մանրամասներ, որոնք նախկինում հիշում էր անթերի։ Զինվորները նկատում էին այս փոփոխությունները, բայց ոչ ոք չէր համարձակվում խոսել դրանց մասին։ Նրանք տեսնում էին, թե ինչպես իրենց հրամանատարը դանդաղորեն մարում էր, բայց նրանք նաև տեսնում էին, թե ինչպես նա մերժում էր ընդունել այդ իրականությունը։ Մոնթեն շարունակում էր աշխատել 18 ժամ օրը, շարունակում էր մասնակցել բոլոր օպերացիաներին, շարունակում էր լինել առաջինը վտանգի մեջ եւ վերջինը անվտանգության մեջ։
Կարծես նա վազում էր ժամանակի դեմ, փորձելով ավարտել ինչ-որ բան, որի համար նա գիտեր, որ ժամանակը սպառվում է։ Մոնթեի անձնական իրերի մեջ, որոնք գտնվեցին նրա մահից հետո, կար մի փոքրիկ տետր, ոչ ավելի քան 10 էջ։ Այդ տետրում Մոնթեն գրել էր իր մտքերը ոչ թե որպես օրագիր, այլ որպես փիլիսոփայական դիտարկումներ կյանքի, մահի, պարտականության մասին։ Մի գրառումը, որը թվագրված է 1993 թվականի մայիսի սկզբով, կարդում է. Ես զգում եմ, որ իմ մարմինը հրաժարվում է ինձնից, բայց ես չեմ կարող հրաժարվել իմ պարտականությունից։ Մարդիկ ասում են, որ ես պետք է հանգստանամ, պետք է բուժվեմ, պետք է խնամեմ ինձ, բայց ինչպես կարող եմ ես հանգստանալ, երբ իմ զինվորները չեն հանգստանում։ Ինչպես կարող եմ ես բուժվել, երբ իմ ժողովուրդը դեռ տառապում է։ Եթե իմ մարմինը պետք է քայքայվի, թող քայքայվի ծառայելով նպատակի, որը ավելի մեծ է, քան ես։ Սա միակ ճանապարհն է, որով իմ կյանքը կունենա իմաստ։ Այս խոսքերը բացահայտում են Մոնթեի ներքին պայքարը մարմնի եւ հոգու միջև, պայքարը անձնական գոյատևման եւ հավաքական պարտականության միջև։ Բայց կար մեկ այլ գրառում այդ տետրում, որը դեռ ավելի շոկային է։ Գրառում, որը թվագրված է 1993 թվականի մայիսի 12-ով, ճիշտ 1 ամիս նախքան Մոնթեի վախճանը։ Այդ գրառումը կարդում է. Այսօր ես տեսա երազ։ Ես էի քայլում դաշտով եւ հանկարծ տեսա լույս, այնպիսի պայծառ, որ չէի կարող նայել դրան ուղղակիորեն։ Եվ այդ լույսից դուրս եկավ ձայն, որը ասաց ինձ. Քո ժամանակը մոտենում է, բայց քո գործը դեռ չի ավարտված։ Դու պետք է ընտրես ապրել երկար եւ տեսնել քո ժողովրդի տառապանքները, կամ գնալ շուտ եւ դառնալ խորհրդանիշ, որը կոգեշնչի սերունդներ։ Ես արթնացա քրտնած, սիրտս զարկում էր այնպես, որ կարծում էի կմեռնեմ այդ պահին, բայց ես գիտեի պատասխանը։ Ես միշտ գիտել եմ պատասխանը։ Արդյոք այս երազը իրական էր թե պարզապես Մոնթեի ենթագիտակցության արտահայտությունը։ Արդյոք նա իսկապես նախազգաց իր վախճանը, թե պարզապես ընդունեց այն որպես անխուսափելի իրականություն։ Մարտունու շտաբի արխիվներում պահպանվել են փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ Մոնթեն վերջին ամիսներին սկսել էր պատրաստել իր հաջորդներին։ Նա անցկացնում էր երկար հանդիպումներ իր ամենամոտիկ հրամանատարների հետ, փոխանցում էր իր գիտելիքները, իր փորձը, իր տեսլականը։ Նա ստեղծել էր մանրամասն ուղեցույցներ, ինչպես կազմակերպել պաշտպանությունը, ինչպես պլանավորել օպերացիաները, ինչպես պահպանել զինվորների բարոյականությունը։ Բայց ամենակարևորը, նա փորձում էր փոխանցել իր փիլիսոփայությունը, իր համոզմունքը, որ իսկական հաղթանակը գալիս է ոչ թե զենքից, այլ արդարությունից։ Նրա հաջորդներից մեկը հիշում է, թե ինչպես Մոնթեն ասաց նրան. Երբ ես այլևս չլինեմ, դու պետք է հիշես մեկ բան. մարդիկ կմոռանան մեր հաղթանակները, կմոռանան մեր ռազմավարությունները, բայց նրանք երբեք չեն մոռանա, թե ինչպես մենք վարվեցինք, ինչպես մենք ապրեցինք, ինչպես մենք պահպանեցինք մեր արժանապատվությունը, նույնիսկ ամենադժվար պահերին։ Բայց ամենագաղտնի փաստաթղթերը, որոնք գտնվեցին Մոնթեի արխիվներում, վերաբերում էին ոչ թե ռազմական պլաններին, այլ ֆինանսական հաշվառումներին։ Մոնթեն պահպանել էր մանրամասն գրառումներ յուրաքանչյուր դրամի մասին, որը անցել էր նրա ձեռքերով, ոչ թե որպես անձնական եկամուտ, այլ որպես պատասխանատվություն։ Այդ գրառումները ցույց են տալիս, որ Մոնթեն ստացել էր զգալի գումարներ որպես աշխատավարձ, պարգևներ, նվիրատվություններ։ Բայց յուրաքանչյուր դրամ, որը նա ստացել էր, բաշխվել էր զինվորների ընտանիքներին, վիրավոր մարտիկներին, որբերին, այրիներին։ Վերջին գրառումը, որը թվագրված է 1993 թվականի հունիսի 12-ով, այն օրը, երբ Մոնթեն վախճանվեց, ցույց է տալիս, որ նրա անձնական հաշվեկշռում մնացել էր ընդամենը 200 դրամ։ 200 դրամ։ Սա էր ամբողջ ֆինանսական ժառանգությունը, որը Մոնթե Մելքոնյանը թողեց իր ընտանիքին։ Բայց նա թողեց ինչ-որ բան անհամեմատ ավելի արժեքավոր։ Նա թողեց օրինակ, որը ցույց տվեց, որ հնարավոր է ապրել ազնիվ կյանք, նույնիսկ այն աշխարհում, որտեղ կոռուպցիան եւ անազնվությունը դարձել են նորմ։ Արդյոք Մոնթեն զղջաց իր ընտրությունների համար։ Արդյոք նա երբևէ մտածեց, թե ինչպիսի կյանք կարող էր ունենալ, եթե ընտրեր այլ ճանապարհ։ Նրա մոտիկ ընկերներից մեկը հիշում է զրույց, որը տեղի ունեցավ 1993 թվականի մայիսի վերջին։ Նրանք նստած էին բունկերում, լսում էին անձրևի ձայնը, եւ ընկերը հարցրեց Մոնթեին. «Ավո, եթե դու կարողանայիր վերադառնալ ժամանակում, դու կփոխեիր ինչ-որ բան»։ Մոնթեն լուր մնաց երկար ժամանակ, հետո ասաց. «Ես կցանկանայի ունենալ ավելի շատ ժամանակ։ Ոչ թե ինձ համար, այլ որպեսզի կարողանայի ավարտել այն, ինչ սկսել եմ։ Բայց ես չէի փոխի ոչինչ այն բանից, թե ինչպես եմ ապրել։ Որովհետև ես ապրել եմ ճիշտ այնպես, ինչպես հավատում էի, որ պետք է ապրել։ Եվ եթե ես մեռնեմ վաղը, ես կմեռնեմ գիտակցելով, որ ես չդավաճանեցի ինձ,
Չդավաճանեցի իմ սկզբունքներին, չդավաճանեցի իմ ժողովրդին։ Ընկերը հարցրեց. Բայց քո ընտանիքը, քո դուստրը, նրանք կկարոտեն քեզ։ Մոնթեն պատասխանեց. Ավելի լավ է նրանք կարոտեն հայր, որով կարող են հպարտանալ, քան ունենան հայր, որին ամաչում են։ Այս զրույցից մեկ շաբաթ անց Մոնթե Մելքոնյանի պատմությունը հասավ իր ավարտին։ Բայց նախքան մենք հասնենք այդ վերջին գլխին, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. ինչ սովորեցինք այս մարդուց։ Ինչ է նրա կյանքը սովորեցնում մեզ այսօր, 35 տարի անց։ Մոնթե Մելքոնյանը ցույց տվեց, որ իսկական հարստությունը չէ այն, ինչ դու ունես, այլ այն, ինչ դու տալիս ես։ Նա ցույց տվեց, որ իսկական ուժը գալիս է ոչ թե իշխանությունից, այլ սկզբունքներից։ Նա ցույց տվեց, որ իսկական հաղթանակը չէ հարստանալը, այլ պահպանելը քո արժանապատվությունը, երբ բոլորը շուրջդ կորցնում են իրենցը։ Բայց արդյոք մենք պատրաստ ենք ապրել ըստ այդ սկզբունքների։ Արդյոք մենք պատրաստ ենք հրաժարվել մեր հարմարավետությունից, մեր անվտանգությունից, մեր անձնական շահերից, ծառայելու ավելի մեծ նպատակի համար։ Սա հարց է, որին յուրաքանչյուրս պետք է պատասխանենք ինքներս մեզ։ 35 տարի անց նրա մահից, երբ առաջին անգամ համաձայնեցին խոսել այն մարդիկ, ովքեր եղել են Մոնթե Մելքոնյանի անվտանգության պատասխանատուները, նրանք բացահայտեցին ինչ-որ բան, որը փոխում է ամեն ինչ մենք մինչ այդ գիտեինք։ 1993 թվականի հունիսի 12-ին, այն օրը, երբ Մոնթեն վախճանվեց Մարզիլի գյուղում, նա չէր պետք այնտեղ լիներ։ Օպերացիոն պլանը նախատեսում էր, որ հրամանատարը կմնա շտաբում, համակարգելու գործողությունները հեռվից։ Բայց վերջին պահին Մոնթեն փոխեց պլանը եւ որոշեց անձամբ գնալ առաջնագիծ։ Ինչու՞։ Նրա անվտանգության պետը, անվանենք նրան Գևորգ, հիշում է, թե ինչպես Մոնթեն այդ առավոտյան ստացավ գաղտնի նամակ։ Ոչ ոք չգիտի, թե ով էր ուղարկել այդ նամակը, բայց Գևորգը տեսավ Մոնթեի դեմքը, երբ նա կարդաց այն։ Հրամանատարը դարձավ սպիտակ, նրա ձեռքերը սկսեցին դողալ, եւ նա անմիջապես հրամայեց պատրաստել մեքենան։ Երբ Գևորգը փորձեց հարցնել, թե ինչ է պատահել, Մոնթեն միայն ասաց. Ես պետք է գնամ։ Եթե ես չգնամ, շատ մարդիկ կմեռնեն։ Ինչ էր գրված այդ նամակում։ Ով էր նրան նախազգուշացրել։ Եվ ամենակարևորը, արդյոք Մոնթեն գիտեր, որ նա գնում է դեպի իր մահը, թե նա հավատում էր, որ դեռ կարող է փրկել իրավիճակը։ Այդ վերջին ճանապարհորդության ժամանակ Մոնթեի հետ մեքենայում նստած էին 3 զինվորներ։ Նրանցից մեկը, Արթուրը, դեռ կենդանի է եւ համաձայնեց առաջին անգամ պատմել այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը։ Նա ասում է, որ Մոնթեն ամբողջ ճանապարհին լուռ էր, նայում էր պատուհանից եւ ինչ-որ բան մրմնջում էր իր տակ։ Երբ նրանք մոտեցան Մարզիլի գյուղին, Մոնթեն հանկարծ դարձավ զինվորների կողմը եւ ասաց. «Տղաներ, ես ուզում եմ, որ դուք իմանաք մի բան։ Այն, ինչ մենք անում ենք այսօր, կփոխի պատմությունը։ Բայց անկախ նրանից, թե ինչ կպատահի, դուք պետք է հիշեք, մենք մարտնչում ենք ոչ թե ատելությունից, այլ սիրուց։ Սիրուց մեր ժողովրդի, մեր երկրի, մեր ապագայի նկատմամբ»։ Արթուրը ասում է, որ այդ խոսքերը հնչեցին ինչպես հրաժեշտ, բայց նա չէր ուզում հավատալ դրան։ Նա չէր ուզում հավատալ, որ սա կլինի վերջին անգամը, երբ նա լսում է Մոնթեի ձայնը։ Երբ նրանք հասան դիրքերին, իրավիճակը ավելի լարված էր, քան ակնկալվում էր։ Ադրբեջանական ուժերը սկսել էին հարձակում, եւ հայկական զինվորները պահում էին դիրքերը մեծ դժվարությամբ։ Մոնթեն անմիջապես վերցրեց իրավիճակի վերահսկողությունը, տալով հրամաններ, վերակազմակերպելով պաշտպանությունը, ոգեշնչելով զինվորներին։ Բայց հենց այդ պահին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում։ Մոնթեի ռացիայով եկավ հաղորդագրություն, ոչ թե նրա սեփական շտաբից, այլ անհայտ աղբյուրից։ Հաղորդագրությունը ասում էր. «Հրամանատար, դուք շրջափակված եք, սա թակարդ է, դուք պետք է անմիջապես հեռանաք»։ Մոնթեն նայեց շուրջը, տեսավ իր զինվորներին, ովքեր մարտնչում էին յուրաքանչյուր մետրի համար, եւ հասկացավ, որ եթե նա հեռանա, նրանք կմնան առանց հրամանատարի, առանց ղեկավարի, առանց հույսի։ Նա անջատեց ռացիան եւ շարունակեց մարտը։ Արդյոք սա էր նրա վերջին ընտրությունը՝ մնալ իր զինվորների հետ, թե նա պարզապես չէր կարող անել այլ կերպ, որովհետև դա հակասում էր ամեն ինչին, ինչ նա հավատում էր։ Հաջորդ մի քանի ժամերի ընթացքում մարտը դարձավ ավելի եւ ավելի ինտենսիվ։ Մոնթեն էր ամենուր, օգնելով վիրավորներին, բերելով զինամթերք, տալով հրամաններ, ոգեշնչելով զինվորներին։ Արթուրը հիշում է, թե ինչպես մի պահի նա տեսավ Մոնթեին, ով կանգնած էր բաց տարածքում, ամբողջովին տեսանելի թշնամու համար, եւ ցույց էր տալիս զինվորներին, թե որտեղ պետք է դիրքավորվեն։ Արթուրը գոչեց. «Հրամանատար, ծածկվեք, դուք թիրախ եք»։ Բայց Մոնթեն միայն ժպտաց եւ ասաց. «Եթե ես ծածկվեմ, ինչպես իմ զինվորները կտեսնեն, թե ինչ պետք է անեն»։ Այդ պահին Արթուրը հասկացավ, որ Մոնթեն արդեն կայացրել էր իր ընտրությունը։
Նա ընտրել էր լինել խորհրդամիջ, ոչ թե գոյատևող։ Նա ընտրել էր ոգեշնչել իր զինվորներին նույնիսկ իր կյանքի գնով։ Ժամը մոտավորապես 2:30-ին, երբ Մոնթեն ստացավ վերք։ Նա չընկավ անմիջապես, չգոչեց, չցույց տվեց ցավ։ Նա պարզապես դանդաղորեն նստեց հողի վրա, դրեց ձեռքը իր կողին եւ շարունակեց տալ հրամաններ։ Զինվորները վազեցին նրա մոտ, փորձեցին տեղափոխել նրան անվտանգ վայր, բայց Մոնթեն մերժեց։ Նա ասաց. «Մի վատնեք ժամանակ ինձ վրա։ Կան ուրիշներ, ովքեր ավելի շատ կարիք ունեն օգնության»։ Բժիշկը, ով փորձեց զննել նրան, տեսավ, որ վերքը լուրջ էր, շատ լուրջ։ Նա ասաց Մոնթեին, որ նա պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց։ Բայց Մոնթեն միայն ժպտաց եւ ասաց. «Դոկտոր, մենք երկուսս գիտենք, որ արդեն ուշ է։ Բայց դա լավ է։ Ես ապրեցի այնպես, ինչպես ուզում էի ապրել։ Ես մարտնչեցի այն բանի համար, ինչի համար ուզում էի մարտնչել։ Ես մեռնում եմ այն մարդկանց հետ, ում համար ուզում էի մեռնել»։ Վերջին րոպեներին Մոնթեն խնդրեց, որ բերեն նրա անձնական իրերը։ Նրա գրպանում գտան այն ծալված լուսանկարը, Սեդայի եւ նրանց դստեր լուսանկարը։ Մոնթեն նայեց այդ լուսանկարին երկար ժամանակ, հետո ասաց Արթուրին. «Երբ այս ամենը վերջանա, գնա գտիր իմ ընտանիքին։ Ասա նրանց, որ իմ վերջին մտքերը նրանց մասին էին։ Ասա նրանց, որ ես սիրում էի նրանց ավելի, քան կյանքը, բայց ես սիրում էի իմ ժողովրդին նույնքան, եւ երբեմն սերը պահանջում է զոհաբերություն»։ Հետո նա հանեց իր գրպանից մի փոքրիկ տետր, այն տետրը, որտեղ նա գրել էր իր մտքերը։ Նա տվեց այն Արթուրին եւ ասաց. «Պահիր սա։ Մի օր, երբ մարդիկ հարցնեն, թե ինչու ես արեցի այն, ինչ արեցի, այս տետրը կպատասխանի»։ Արթուրը վերցրեց տետրը դողացող ձեռքերով, փորձեց ասել ինչ-որ բան, բայց Մոնթեն դադարեցրեց նրան։ «Մի լացիր ինձ համար։ Ես ապրեցի լիարժեք կյանք։ Ես արեցի այն, ինչ պետք էր անել։ Այժմ դու պետք է շարունակես»։ Մոնթե Մելքոնյանի վերջին խոսքերը, ըստ այն մարդկանց, ովքեր եղել են նրա կողքին, եղան. «Մի մոռացեք, թե ինչու մենք մարտնչում ենք։ Մի մոռացեք, թե ինչ ենք մենք պաշտպանում։ Եվ երբեք մի դավաճանեք այն սկզբունքներին, որոնց համար այսքան շատ մարդիկ զոհաբերեցին իրենց կյանքները»։ Հետո նա փակեց իր աչքերը եւ նրա ճանապարհը այս աշխարհում ավարտվեց։ Բայց նրա պատմությունը, նրա ժառանգությունը, նրա օրինակը, դրանք միայն սկսվում էին։ Երբ լուրը Մոնթե Մելքոնյանի մահվան մասին հասավ Մարտունի, ամբողջ շրջանը սառեց։ Զինվորները, ովքեր երբեք չէին լացել մարտերում, ովքեր երբեք չէին ցույց տվել վախ թշնամու առջև, այժմ լացում էին անկառավարելի։ Գյուղացիները, ովքեր տեսել էին Մոնթեին որպես ոչ միայն հրամանատար, այլև որպես հույս, որպես խորհրդանիշ, որպես ապացույց, որ լավ մարդիկ դեռ գոյություն ունեն այս աշխարհում, չէին կարող հավատալ, որ նա այլևս չկա։ Շտաբում, որտեղ Մոնթեն անցկացրել էր իր վերջին տարիները, նրա սենյակը մնաց անփոփոխ։ Նրա գրքերը դեռ դիզված էին հատակից մինչև առաստաղ։ Նրա քարտեզները դեռ կախված էին պատերին։ Նրա հին համազգեստը դեռ կախված էր աթոռի վրա։ Կարծես ամեն ոք սպասում էր, որ նա կվերադառնա, կմտնի այդ սենյակ, կշարունակի իր աշխատանքը։ Կարծես ոչինչ չէր պատահել։ Բայց ամենաշոկայինը եղավ այն, ինչ գտնվեց, երբ բացեցին Մոնթեի անձնական տուփը։ Այնտեղ, ֆինանսական փաստաթղթերի կողքին, գտնվեց մի ծրար, կնքված եւ հասցեագրված Սեդային։ Ծրարի ներսում կար նամակ եւ փոքրիկ տուփ։ Նամակում Մոնթեն գրել էր. «Իմ սիրելի Սեդա, եթե դու կարդում ես սա, նշանակում է, որ ես այլևս քեզ հետ չեմ։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժնչյուր ժամ, յուրաքանչյուր րոպե, որ ես անցկացրի հեռու քեզնից, ես մտածում էի քո մասին։ Դու էիր իմ ուժը, իմ հույսը, իմ պատճառը շարունակելու, երբ ամեն ինչ թվում էր անհնար։ Ես գիտեմ, որ ես թողեցի քեզ առանց ամուսնու, մեր դստերը առանց հոր։ Ես գիտեմ, որ սա անարդար է, եւ ես չեմ կարող խնդրել քո ներողությունը, որովհետեւ ես գիտեմ, որ ես կրկին կանեի նույնը։ Բայց ես կարող եմ խնդրել, որ դու հասկանաս, ես ընտրեցի այս ճանապարհը ոչ թե որովհետեւ չէի սիրում քեզ, այլ որովհետեւ սիրում էի ավելի շատ բան, քան միայն մեր անձնական երջանկությունը։ Ես սիրում էի գաղափարը, որ մեր դուստրը կարող է մեծանալ ազատ երկրում, որտեղ նա չի ստիպված լինել ապրել որպես երկրորդ կարգի քաղաքացի, որտեղ նա կարող է հպարտանալ իր ինքնությամբ։ Այս տուփում դու կգտնես 200 դրամ։ Սա ամեն ինչ է, ինչ ես ունեմ։ Ես գիտեմ, որ դա քիչ է, շատ քիչ, բայց ես հույս ունեմ, որ մի օր մեր դուստրը կհասկանա, որ իսկական ժառանգությունը չէ փողը, այլ սկզբունքները, համոզմունքները, առը, արժանապատվությունը։ Տուփի ներսում այդ 200 դրամի կողքին կար մեկ այլ բան՝ մի փոքրիկ ոսկե խաչիկ, որը Մոնթեն ստացել էր իր մորից, երբ նա մեկնում էր Արցախ։ Խաչիկի հետևի կողմում փորագրված էր.
Աստված պահպանի քեզ։ Բայց Աստված չպահպանեց Մոնփանեց Մոնթեին, կամ գուցե Աստված պահպանեց նրան այլ կերպ, ոչ թե պահպանելով նրա ֆիզիկական կյանքը, այլ պահպանելով նրա հոգին, նրա արժանապատվությունը, նրա ժառանգությունը։ Գուցե Աստված պահպանեց Մոնթեին այն ամենավատագույն բանից, որ կարող էր պատահել նրան, դավաճանելուց իր սեփական սկզբունքներին, ապրելուց այնպիսի կյանքով, որը հակասում էր նրա համոզմունքներին։ Մոնթե Մելքոնյանի թաղման օրը Մարտունում հավաքվեցին հազարավոր մարդիկ, զինվորներ, գյուղացիներ, հրամանատարներ, պարզ մարդիկ, ովքեր երբեք չէին տեսել Մոնթեին անձամբ, բայց լսել էին նրա մասին։ Նրանք բոլորը եկել էին հրաժեշտ տալու մարդուն, ով դարձել էր լեգենդ իր կյանքի ընթացքում։ Բայց ամենաշոկայինը եղավ այն, ինչ տեղի ունեցավ, երբ բացեցին Մոնթեի կտակը։ Կտակում Մոնթեն գրել էր, որ նա չի ուզում շքեղ թաղում, չի ուզում հուշարձան, չի ուզում, որ նրա անվան վրա ծախսվի 1 դրամ։ Նա գրել էր. «Եթե դուք ուզում եք հարգել իմ հիշատակը, մի կառուցեք հուշարձաններ։ Փոխարենը օգնեք այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին այս պատերազմում։ Օգնեք այն երեխաներին, ովքեր մնացել են առանց ծնողների։ Օգնեք կառուցել այն երկիրը, որի համար մենք մարտնչեցինք։ Սա կլինի ամենալավ հուշարձանը, որ դուք կարող եք տալ ինձ»։ Բայց մարդիկ չլսեցին Մոնթեի վերջին ցանկությունը։ Նրանք կառուցեցին հուշարձան, ստեղծեցին թանգարան, անվանեցին փողոցներ եւ դպրոցներ նրա անունով։ Եվ թեև Մոնթեն հավանաբար չէր ուզի այս ամենը, գուցե դա էր անհրաժեշտ։ Գուցե մարդիկ պետք է ունենան խորհրդանիշներ, պետք է ունենան հերոսներ, պետք է ունենան օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ հնարավոր է ապրել այլ կերպ, ավելի լավ կերպ, ավելի ազնիվ կերպ։ Գուցե Մոնթե Մելքոնյանի ամենամեծ ժառանգությունը ոչ թե նրա ռազմական հաղթանակներն են, ոչ թե նրա ռազմավարական հանճարավարական հանճարը, այլ նրա օրինակը։ Օրինակ մարդու, ով ապրեց ճիշտ այնպես, ինչպես հավատում էր, որ պետք է ապրել։ Այժմ 35 տարի անց Մոնթե Մելքոնյանի վախճանից մենք կարող ենք հարցնել. ինչ մնաց նրանից։ Նրա ֆինանսական ժառանգությունը եղավ 200 դրամ եւ մի ոսկե խաչիկ։ Նրա նյութական ունեցվածքը եղավ մի հին համազգեստ, մի զույգ կոշիկ, մի քանի գիրք։ Բայց նրա իսկական ժառանգությունը դա ավելի մեծ է, քան ցանկացած հարստություն, ցանկացած հուշարձան, ցանկացած տիտղոս։ Նրա իսկական ժառանգությունը այն է, որ նա ցույց տվեց ամբողջ սերնդի, որ հնարավոր է ապրել ազնիվ կյանք, նույնիսկ անազնիվ աշխարհում։ Նա ցույց տվեց, որ հնարավոր է մնալ հավատարիմ քո սկզբունքներին, նույնիսկ այն ժամանակ, երբ բոլորը շուրջդ դավաճանում են իրենցը։ Նա ցույց տվեց, որ իսկական հարստությունը չէ այն, ինչ դու դուտակում ես, այլ այն, ինչ դու տալիս ես։ Բայց եկեք լինենք ազնիվ։ Մոնթե Մելքոնյանի պատմությունը նաև բարձրացնում է անհարմար հարցեր։ Արդյոք նա ճիշտ էր, երբ դրեց իր ժողովրդի կարիքները իր ընտանիքի կարիքներից բարձր։ Արդյոք նա ճիշտ էր, երբ ընտրեց մարտնչել եւ մեռնել, փոխարեն ապրելու եւ տեսնելու իր դստեր աճը։ Արդյոք նա ճիշտ էր, երբ հրաժարվեց բոլոր նյութական բարիքներից, երբ կարող էր օգտագործել դրանք իր ընտանիքի ապագան ապահովելու համար։ Սրանք հարցեր են, որոնց ոչ մի պարզ պատասխան չկա։ Յուրաքանչյուրս պետք է պատասխանենք դրանց ինքներս մեզ համար։ Բայց գուցե ամենակարևորը այն է, որ Մոնթեն ապրեց ըստ իր սեփական պատասխանների։ Նա չփորձեց պարտադրել իր ընտրությունները ուրիշներին։ Նա պարզապես ապրեց այնպես, ինչպես հավատում էր, որ ճիշտ է, եւ թողեց, որ ուրիշները դատեն։ Մոնթե Մելքոնյանի պատմության մեջ կա մի խորը հակասություն, որը շատերը չեն նկատում։ Մարդը, ով ամենաքիչն ուներ, տվեց ամենաշատը։ Մարդը, ով ամենաքիչն էր հոգում իր սեփական բարեկեցության մասին, ամենաշատն էր հոգում ուրիշների բարեկեցության մասին։ Մարդը, ով ապրեց ամենակարճ կյանքը, թողեց ամենաերկար ժառանգությունը։ Սա հակասություն է, որը մեզ ստիպում է վերամտածել մեր սեփական կյանքերը, մեր սեփական ընտրությունները, մեր սեփական առաջնահերթությունները։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ հաջողությունը չափվում է փողով, իշխանությամբ, համբավով։ Բայց Մոնթե Մելքոնյանի պատմությունը մեզ հիշեցնում է, որ կա այլ տեսակի հաջողություն։ Հաջողություն, որը չափվում է ոչ թե նրանով, թե ինչքան ունես, այլ նրանով, թե ինչքան ես տվել, ինչքան ես փոխել, ինչքան ես ոգեշնչել։ Այսօր, երբ մենք նայում ենք Մոնթե Մելքոնյանի կյանքին, մենք տեսնում ենք ոչ թե կատարյալ մարդու, այլ իսկական մարդու։ Մարդու, ով ուներ թերություններ, ով կատարեց սխալներ, ով տառապեց կասկածներից եւ վախերից։ Բայց նաեւ մարդու, ով ընտրեց ապրել ըստ իր համոզմունքների, անկախ կնից։ Մարդու, ով հասկացավ, որ կյանքի իմաստը չէ երկար ապրելը, այլ իմաստալից ապրելը։
մարդու ով ցույց տվեց, որ մեկ մարդ, ով ապրում է ազնիվ կյանքով, կարող է փոխել աշխարհը ավելի շատ, քան հազարավոր մարդիկ, ովքեր ապրում են կեղծ կյանքով։ Բայց գուցե ամենակարևոր հարցը, որը Մոնթե Մելքոնյանի պատմությունը բարձրացնում է, այն է, ինչ կլիներ, եթե ավելի շատ մարդիկ ապրեին այնպես, ինչպես նա ապրեց։ Ինչ կլիներ, եթե ավելի շատ մարդիկ դնեին սկզբունքները փողից բարձր։ Ինչ կլիներ, եթե ավելի շատ մարդիկ ընտրեին ծառայել ավելի մեծ նպատակի, քան իրենց անձնական շահերը։ Ինչ կլիներ, եթե ավելի շատ մարդիկ հասկանային, որ իսկական հարստությունը չէ այն, ինչ դու ունես, այլ այն, ինչ դու տալիս ես։ Գուցե աշխարհը կլիներ տարբեր վայր։ Գուցե մենք կունենայինք ավելի քիչ պատերազմներ, ավելի քիչ անարդարություն, Ավելի քիչ տառապանք։ Կամ գուցե ոչ։ Գուցե աշխարհը միշտ կլինի անկատար, միշտ կլինի լի անարդարությամբ եւ տառապանքով։ Բայց գուցե այդ պատճառով է, որ մենք ավելի շատ կարիք ունենք մարդկանց, ինչպիսին էր Մոնթե Մելքոնյանը։ Մարդկանց, ովքեր հիշեցնում են մեզ, որ հնարավոր է ապրել այլ կերպ, որ հնարավոր է ընտրել սկզբունքները շահի նկատմամբ, որ հնարավոր է մնալ մարդ, նույնիսկ ամենաանմարդկային հանգամանքներում։ Մոնթե Մելքոնյանի պատմությունը չի ավարտվում նրա մահով։ Նրա պատմությունը շարունակվում է յուրաքանչյուր անգամ, երբ մեկը ընտրում է ազնվությունը կեղծիքի նկատմամբ։ Յուրաքանչյուր անգամ, երբ մեկը ընտրում է տալ, փոխարեն վերցնելու։ Յուրաքանչյուր անգամ, երբ մեկը ընտրում է մարտնչել արդարության համար, նույնիսկ երբ դա դժվար է, նույնիսկ երբ դա վտանգավոր է, նույնիսկ երբ դա արժենում է ամեն ինչ։ Նրա պատմությունը շարունակվում է յուրաքանչյուր անգամ, երբ մեկը հիշում է, որ կյանքի իմաստը չէ կուտակելը, այլ ծառայելը, չէ վերցնելը, այլ տալը, չէ ապրելը երկար, այլ ապրելը լավ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Մոնթե Մելքոնյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։